Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Եթե դու չես կարողանում անել այն, ինչ ճիշտ է, անկախ նրանից ցանկանում ես դա թե ոչ, դու երբեք չես ունենա հաղթանակ քո կյանքում։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, որովհետև տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը, և նույնը կանի ձեզ համար։ Ամեն բանի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեր ցավերը։ Այս առավոտ ուզում եմ քարոզել մի ուղերձ, որը կոչվում է «Այլևս չունես նախկին խանդավառությունը»։ Կամ այլ կերպ ասած, անհավես ես դարձել։ Գիտեք, բոլորս երբեմն այդպես ենք զգում, և նշանակություն չունի, թե ինչ ես դու անում կամ ով ես դու։ Կինոաստղ, հայտնի երգիչ, դռնապան, հովիվ, գրասենյակային աշխատող կամ տնային տնտեսուհի։ Երբեմն իսկապես հոգնում ես այն ամենից, ինչ անում ես։ Ապա, այդպես չէ։ Գիտեք, չպետք է վատ զգալ դրա համար։ Մարդու բնույթն է այդպիսին։ Եվ դա սովորաբար նշան է, որ պետք է մի փոքր շտկես վերաբերմունքդ կամ գուցե ընդմիջում անես, մեկ այլ բանով զբաղվես, թարմանաս։ Ես չափազանց ջանասեր և կարգապահ եմ Աստծո հետ ժամանակ անցկացնելու և Աստվածաշնչի սերտողության հարցում, և ամեն առավոտ առաջին հերթին դա եմ անում։ Անցյալ շաբաթ, երկուշաբթի և երեքշաբթի ես ցանկություն չունեի դա անելու։ Փորձեցի Աստվածաշունչ կարդալ, բայց կարծես իմաստ չկար։ Խոսեցի Տիրոջ հետ, բայց իրականում չէի ցանկանում անել այն, ինչ սովորաբար անում էի։ Եվ ես վատ չզգացի դրա համար։ Եղել են ժամանակներ, երբ վատ եմ զգացել։ Բայց երբեմն կարիք ունես պարզապես մի փոքր ընդմիջում անելու, իսկ հետո երբ վերադառնաս, ամեն բան կրկին թարմ կլինի։ Եթե դուք տանել չեք կարողանում այն, ինչ անում եք մշտապես, գուցե դա նշան է, որ սխալ բան եք անում, և պետք է փոփոխություն կատարեք ու մեկ այլ բան անեք։ Բայց կարծում եմ, որ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չափից շատ ենք կառչած մեր զգացմունքներից։ Իրականում հոգևոր ոչ հասուն մարդն է, որ չափից շատ կախում ունի զգացմունքներից։ Եթե դու չես կարողանում անել այն, ինչ ճիշտ է, անկախ նրանից ցանկանում ես դա թե ոչ, թույլ տվեք կրկնել, եթե դու չես կարողանում անել այն, ինչ ճիշտ է, անկախ նրանից ցանկանում ես դա թե ոչ, դու երբեք չես ունենա հաղթանակ քո կյանքում, որովհետև Սատանան կարող է խաղալ և կխաղա մեր զգացմունքների հետ։ Նա հաճույք է ստանում դրանից։ Տարիներ առաջ ինչ-որ մեկն ինձ հարցրեց, ինչպես եք վերաբերվում այն բոլոր ճամփորդություններին, որ կատարում եք։ Ես մի պահ մտածեցի այդ մասին, ապա ասացի, գիտեք, վաղուց ինքս ինձ չեմ տվել այդ հարցը։ Երբեմն մենք պետք է դադարենք ինքներս մեզ հարցնելուց, թե ինչպես ենք վերաբերվում տվյալ բանին կամ ինչ ենք զգում ու պարզապես առաջ շարժվենք և անենք այն, ինչ գիտենք, որ պետք է անենք։ Գիտեք, ես չեմ խենթանում հյուրանոցներում մնալուց, այո, որոշ հյուրանոցներ լավն են, այս մեկը նույնպես, բայց մնացել եմ այնպիսի հյուրանոցներում, որոնք այնքան էլ դուրեկան չեն եղել, և գուցե ամենամաքուրը չեն աշխարհում։ Ամենից շատ տանել չեմ կարողանում այն հյուրանոցը, որն ունի աղոտ լուսավորություն։ Ուզում ես ասել, ինչ է, դուք չեք ուզում, որ մենք միմյանց տեսնենք։ Կամ էլ ուզում եք, որ չտեսնենք, թե որքան կեղտոտ է սենյակը։ Ինչն է խնդիրը, բայց ուզում եմ, որ լսեք ինձ, անկախ նրանից, թե ինչ եք անում, որ մարդկանց հետ եք հարաբերվում, ինչ եկեղեցի եք հաճախում, ում հետ եք ամուսնացած, մշտապես կլինեն բաներ, որոնք ձեզ համար միևնույնը կլինեն։ Սա մեր կյանքն է։ Մենք չենք կարող կենտրոնանալ այն բաների վրա, որոնք մեզ դուր չեն գալիս, որովհետև եթե կենտրոնանանք, շատ մեծ անախորժության մեջ կհայտնվենք, բայց դուք կենտրոնացեք ամբողջի վրա։ Ես խիստ ոգևորված չեմ շատ բաներով, որ անում եմ։
Արդեն 45 տարի է ծառայում եմ Աստծուն։ Գիտեք, անկեղծ ասած, երբեմն ես հոգնում եմ ֆինանսներ խնդրելուց։ Դուք մտածում եք, որ հոգնում եք դա լսելուց, բայց փորձեք տեսնել ձեզ մյուս կողմում։ Պատկերացրեք, կանգնած եք մարդկանց առջև եւ մշտապես ֆինանսներ եք խնդրում։ Այդ է պատճառը, որ երբ եկեղեցում եք եւ ինչ-որ մեկը զոհաբերություն է հավաքում, դուք պետք է ժպտաք նրան, երջանիկ լինեք, որովհետև դա ամենահեշտ բանը չէ աշխարհում, բայց ես չեմ կարող ունենալ այսպիսի ծառայություն եւ չունենալ ֆինանսներ, եւ ես չեմ կարող դուրս գալ եւ բավականաչափ գումար վաստակել այս ամենն անելու համար, այնպես որ ես չունեմ ուրիշ ընտրություն բացի ֆինանսներ խնդրելուց։ Դա այն մասը չէ, որ ամենից շատ եմ սիրում, բայց ես սիրում եմ այն, ինչ անում եմ։ Հասկանում եք, ինչ որ բան անելու համար ուզում եմ, որ հասկանաք սա, ինչ որ բան անելու համար, նույնիսկ ամուսնական հարաբերություններում կլինեն բաներ, որոնք ձեզ դուր չեն գա։ Մի անգամ ես սկսեցի կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը սխալ էր Դեյվի մեջ։ Գիտեմ, բոլորդ մտածում եք, թե նա կատարյալ է, բայց այդպես չէ։ Նա մոտ է կատարելության, բայց կատարյալ չէ։ Աստված ասաց, որ ցանկ կազմեմ, նա առաջնորդեց ինձ, որ մի ցանկ կազմեմ եւ գրեմ այն, ինչ ինձ դուր չի գալիս Դեյվի մեջ եւ այն, ինչ դուր է գալիս։ Ասեմ ձեզ, ես շատ արագ ազատվեցի իմ խնդրից, որովհետեւ այն բաները, որոնք ինձ դուր էին գալիս, ավելի շատ էին։ Կարծում եմ, որ այստեղ կա մեկը, որ պետք է լսի սա, որովհետեւ դուք չափից շատ եք կենտրոնանում սխալ բաների վրա։ Ինչն է սխալ ձեր երեխայի մեջ, ինչն է սխալ ձեր աշխատանքի մեջ, ինչն է սխալ ձեր եկեղեցում, ինչն է սխալ ձեր մեջ։ Գիտեք, կարիք չկա մշտապես կենտրոնանալու այն ամենի վրա, ինչ սխալ է։ Դուք փոխվում եք, Աստված փոխում է ձեզ։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է կենտրոնանանք դրական բաների վրա։ Միայն այն մարդիկ են հաջողության հասնում, որոնք կարողանում են անել այն, ինչ գիտեն, որ պետք է անեն, չսպասելով, որ իրենց ոգևորեն։ Իհարկե ավելի հրաշալի է, երբ ոգևորվում ես, այս առավոտ ես շատ ոգևորված էի, բայց միգուցե տարվա 1/3 մասը ես այնքան էլ ոգևորված չեմ լինում, որովհետև տվյալ բանն անում եմ բազմաթիվ անգամներ, ես միշտ ասում եմ, որ կա սկիզբ և դա միշտ ոգևորիչ է, ամեն բանի սկիզբը ոգևորիչ է, այնպես չէ, մենք կարծես ստանում ենք ամբողջական փաթեթը եւ ոգևորվում, բայց եթե դուք գնում եք մինչև վերջ, ես ասում եմ, եթե դուք գնում եք մինչև վերջ, այդ ժամանակ եք զգում լիարժեք խանդավառություն, դուք ավարտեցիք։ Բայց կա միջին հատված, եւ միայն նրանք, ովքեր կարողանում են անցնել միջին հատվածը, հասնում են ավարտին։ Ձեզնից ոմանք պետք է լսեն սա այս առավոտ։ Գիտեք, հանրային մարդիկ ուզում են սովորական լինել, իսկ սովորական մարդիկ ուզում են հանրաճանաչ լինել։ Մի օր ես մթերային խանութում էի եւ մի կին տեսավ ինձ ու ասաց. «Օ, ինչ եք անում այստեղ»։ Ես ասացի. «Հավատաք թե չհավատաք, ես սնվում եմ, ինչպես բոլորը»։ Երբ հանրության աչքի առջև եք, հատկապես երբ հոգևոր դաշտում եք, մարդիկ մտածում են, որ ամբողջ օրը շարժվում եք ամպերի վրայով եւ երգում եք ալելույա։ Գիտեք, մենք անում ենք այն, ինչ բոլորն են անում։ Մենք ունենք նույն բաները, ինչ բոլորն ունեն։ Ու երբեմն մի փոքր հոգնում եք այդ ամենից։ Հիշում եմ, մի անգամ պետքարան էի գնացել եւ իրականում այդ տարածքում նստած էի, երբ մի կին ասաց. «Կարող ենք լուսանկարվել»։ Ես ասացի. «Հուսով եմ ոչ այստեղ»։ Գուցե սպասեք, մինչև դուրս գանք այստեղից։ Այսպիսով Աստված ցանկանում է, որ մենք լցված լինենք եռանդով եւ խանդավառությամբ, նա սիրում է կրակ։ Նա սիրում է կրակոտ մարդկանց։ Ինչպես կարող ենք ակնկալել, որ ինչ որ մեկը հուզմունքով կլցվի Հիսուսի նկատմամբ։ Դուք պետք է վերապրեք այն, ինչ ես եմ վերապրել, երբ ծառայությանը բոլորը նայում են քեզ, այնպես կարծես մահացած են։ Մի անգամ ինձ հրավիրել էին հարանվանական մի եկեղեցի, որտեղ հավանաբար 30 մարդ կլիներ։ Ինձ թվում էր, թե հուղարկավորություն էի անցկացնում։ Դա կրոնական եկեղեցի էր,
Եվ նրանք գուցե սովոր չէին, որ կինը քարոզեր, եւ սովոր չէին ինձ նման խանդավառ մարդկանց։ Երբ ավարտեցինք ծառայությունը, Դեյվն ասաց. «Չգիտեմ, թե ինչպես արեցիր դա»։ Ես պարզապես զայրանում եմ, երբ մարդիկ այդպիսին են, ես կարծես ծալում եմ հոգևոր թևքերս եւ մտքում ասում. ես կստիպեմ, որ դուք ուրախ լինեք, ուզեք թե չուզեք։ Դուք ուրախ կլինեք։ Մահացած ոչ մի բան չի փառավորում Տիրոջը, ասում է Աստվածաշունչը։ Սաղմոս 115:17-ում գրված է. ոչ թե մեռելները կօրհնեն Տիրոջը, եւ ոչ էլ լռության մեջ իջնողները։ Մի ունեցեք մեռած վերաբերմունք, մի եղեք քայլող մեռել։ Ինչպես Հիսուսն ասաց, ծեփած գերեզմաններ, որ լիքն են մեռելների ոսկորներով, եթե ինչ-որ մեկը պետք է ուրախ լինի, ապա դա մենք ենք։ Կարծում եմ, որ դա մեր այցեքարտն է, միջոցներից մեկը, որով մարդկանց կարող ենք առաջնորդել դեպի Հիսուսը, մշտապես լավ վերաբերմունք, ուրախություն, խաղաղություն ունենալն է, ոչ թե վրդովվելը այն ամենից, ինչից բոլորն են վրդովվում։ Ուրախ լինել չի նշանակում, որ դուք անընդհատ պետք է հռհռակ եւ անիմաստ ծիծաղեք։ Հարկ չկա, որ նմանվեք այն ոգևորված առևտրական գործակալին։ Առաջին աշխատանքային օրը նա ոգևորված դուրս է գալիս փոշեկուլներ վաճառելու։ Մոտենում է առաջին տանը, զանգում է դուռը եւ այնքան ոգևորված է լինում, որ հրելով տիկնոջը մտնում է նրա տուն։ Նա հանում է սև պոլիէթիլենային պարկը եւ կովի չոր կղանքը թափում է հատակին, այնուհետև ասում է. «Տիկին, եթե չկարողանամ մաքրել այս ամենը փոշեկուլով, ես կուտեմ»։ Կինն ասում է. «Ինչ կցանկանաք դրա հետ, կեչուպ թե կծու սոուս»։ Նա ապշած նայում է եւ ասում. «Ինչու եք այդ հարցը տալիս»։ Կինը պատասխանում է. «Որովհետև այս տանը էլեկտրականություն չկա»։ Այնպես որ երբեմն դուք կարող եք չափազանց խանդավառ լինել եւ անախորժության մեջ հայտնվել։ Դուք չեք մտածում, թե ինչ եք անում։ Հռոմեացիների 12:11-ում գրված է. «Ջանքի մեջ թույլ չլինեք, հոգով ջերմեռանդ եղեք»։ Ես չեմ խնդրում, որ անդադար հռհռակ, բայց մենք կարող ենք ժպտալ։ Եկեք հենց հիմա փորձենք դա, ժպտացեք ինձ։ Տեսնում եք, սենյակի ամբողջ մթնոլորտը 1 աստիճանով փոխվեց։ Մենք իսկապես կարիք ունենք սովորելու ավելի շատ ժպտալ կյանքում։ Զարմանալի է, երբ ժպտում եք մարդկանց, նրանք սովորաբար ժպտում են ձեզ։ Ու եթե մենք ինչ-որ բանի կարիք ունենք այս աշխարհում, ապա դա ուրախությունն է, որովհետև ամեն բան այնքան բացասական է, այնքան ընկճող։ Եվ գիտեք ինչ, ճիշտ վարվելու պարտականությունը մերն է։ Դուք չեք կարող ակնկալել, որ մեղավորները ճիշտ վարվեն, նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչպես դա անեն։ Մենք պետք է ավելի բարձրանանք, մենք ապրում ենք պատմության շատ յուրահատուկ ժամանակաշրջանում։ Եվ դուք պատահական չեք այստեղ։ Աստված է ընտրել ձեզ պատմության այս ժամանակի համար, եւ ձեզնից յուրաքանչյուրը կանչված է ծառայության։ Ամեն։ Այն մարդիկ, որոնք պետք է լինեն այստեղ այս առավոտ, հավանաբար ոտք չեն դնի այս վայր, բայց նրանք աշխատում են ձեր կողքին, ապրում են ձեր կողքին։ Եվ նույնիսկ պարտադիր չէ, որ դուք քարոզեք նրանց։ Պարզապես ապրեք ճիշտ կյանքով։ Դուրս եկեք եւ եղեք այն, ինչ պետք է լինեք։ Ամեն։ Եկեք մի փոքր ավելի ոգևորվենք։ Եթե դուք դժկամ եք ինչ-որ հարցերում, ձեզ դուր չեն գալիս ինչ-որ բաներ, թույլ տվեք ասել, որ յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են բաներ, որոնք միևնույնն են դառնում նրա համար։ Կողոսացիների 3:23-24 խոսքերում գրված է. «Եվ այն ինչ էլ որ անեք, սրտանց արեք, ինչպես Տիրոջը եւ ոչ թե մարդկանց»։ Երբ առավոտյան գնում եք աշխատանքի, պետք է ասեք. «Աստված, ես սա անում եմ քեզ համար»։ Երբ առավոտյան հագնվում եք, ասեք. «Տեր, ես հագնվում եմ քեզ համար»։ Ինչ ես ուզում, որ այսօր հագնեմ։ Որոշ մարդիկ մի փոքր ավելի լավ կհագնվեին, եթե մտածեին, որ դա անում են Տիրոջ համար։ Երբեմն ես մտածում եմ, միթե դուք հայելի չունեք։
Այս առավոտ դուք նույնիսկ ձեզ հայելու մեջ չեք նայել։ Կարիք չկա իրերը գցել չորանոցը, թողնել այնտեղ ամբողջ գիշեր, հետո առավոտյան արթնանալ, հագնել դրանք եւ ինչ որտեղ գնալ։ Մի փոքր խելամիտ եղեք։ Գիտենալով, որ Տիրոջից կառնեք ժառանգության հատուցումը, քանի որ Տեր Քրիստոսին եք ծառայում, մենք չենք ծառայում Աստծուն, եկեղեցում կարգ ու կանոնի ծառայող լինելով կամ մասնակցելով միսիոներական ճանապարհորդության։ Այն ամենը, ինչ անում ենք, հետաքրքրում է Աստծուն։ Մենք ծառայում ենք նրան այն ամենով, ինչ անում ենք, եւ դուք կարող եք շատ ավելի երջանիկ լինել այն ամենով, ինչ անում եք, նույնիսկ այն դեպքում, երբ որոշ բաներ ձեզ դուր չեն գալիս, որովհետեւ ապրում եք այն վերաբերմունքով, որ այդ ամենն անում եք Տիրոջ համար։ Ես չեմ անում մարդկանց համար, ես անում եմ Տիրոջ համար, ինչ էլ անենք Աստծո համար, նա միշտ վարձահատույց կլինի մեզ ճիշտ ժամանակին, ամեն։ Ունեցեք մեծ սպասումներ ապագայի համար։ Եթե ունենալու եք երազանք, մի ունեցեք փոքրիկ երազանք։ Ունեցեք մեծ երազանք ունենալու համար ավելի շատ եռանդ հարկավոր չէ։ Հարկ չկա սպասելու, մինչև զգաք, որ ուզում եք տվյալ բանը, դուք կարող եք որոշել ունենալ դա, այս տարի ես հավատում եմ մեծ բաների։ Այն խոսքը, որ Աստված տվեց ինձ այս տարի մեր ծառայության համար, սա էր, ավելացրու հավատքդ։ Ես մտածեցի, դու ուզում ես, որ ես հավատամ ավելիին, նկատի ունեմ մենք այնքան օրհնված ենք, մենք այնքան շատ բան ենք անում աշխարհում։ Ես նույնիսկ խոսք ստացա մի մարգարեից, որը ծառայում էր ինձ։ Նա ասաց, նույնիսկ մի մտածիր, որ արել ես այն, ինչ անհրաժեշտ է, որովհետև դու դեռ չես ավարտել։ Գիտեք, երբեմն երկար ժամանակ ինչ-որ բան եք անում։ Սա վերաբերում է նույնիսկ ամուսնությանը, Դեյվը եւ ես ամուսնացած ենք արդեն 54 տարի։ Օ, սխալվեցի։ 56 տարի, ներողություն։ Ես նույնիսկ չգիտեմ, թե որքան ժամանակ ենք մենք ամուսնացած։ Թերևս հիմա ավելի զվարճալի ժամանակ ենք անցկացնում, քան երբևէ, որովհետև երկուսս էլ լսելու խնդիր ունենք։ Մեր տան մեջ ամենից հաճախ ասվող բառը ի՞նչն է։ Ի՞նչ։ Ինձ թվում է Դեյվն ասում է ի՞նչ, նույնիսկ եթե լսում է ինձ։ Դա պարզապես դարձել է սովորություն։ Հաջորդ շաբաթ երկուսս էլ լսողական սարք ենք փորձարկելու, տեսնենք թե ինչ ազդեցություն կունենա։ Նա ունի մեկ այլ միջոց, բայց չի օգտագործում այն, որովհետև չի ցանկանում, որ ականջին ինչ-որ բան լինի, քանի որ չի ցանկանում ծեր երևալ։ Նա հուլիսին կդառնա 83 տարեկան։ Նա չի ցանկանում այդքան երևալ։ Իսկ ես հունիսին կդառնամ ընդամենը 49 տարեկան։ Նա շատ ավելի երիտասարդ կնոջ հետ է ամուսնացել։ Վերջերս գիշերը, չգիտես ինչու արթնացա, գնացի պետքարան եւ երբ վերադարձա, ոտքով հարվածեցի նրան։ Նա էլ ինձ հարվածեց, ես կրկին հարվածեցի։ Հետո ծիծաղեցի եւ ասացի. «Դու 83 տարեկան ես, իսկ ես կդառնամ 80, ու մենք իրար ոտքով հարվածում ենք մահճակալի մեջ»։ Մի ձանձրացեք, եթե դեռևս ինչ-որ բան եք անում արդեն երկար ժամանակ։ Լսում եք ինձ։ Հենց այնպես մի ասեք, այո, այո։ Ես նայում եմ քո դեմքին, քանի դեռ կարողանում եմ դիմանալ։ Դուք ինչ-որ բան պետք է անեք առույգանալու համար։ Եվ շատ բան կապված է ձեր մտածողության հետ։ Դուք կարող եք նպատակաուղղված մտածել։ Դուք պետք է մտածեք, թե որքան օրհնված եք։ Ես չեմ սիրում մթերային խանութ գնալ, լավ, իսկ ուզում ես ուտել։ Օ, այսօր տունս պետք է մաքուր լինի, բայց տանել չեմ կարողանում տուն մաքրելը, բայց ուզում ես տուն ունենալ եւ ապրել այդ տանը։ Եթե շարունակ սխալներ եք գտնում այն մարդու մեջ, որի հետ ամուսնացած եք, գիտեք, որ կան միայնակ մարդիկ, որոնք չունեն նույնիսկ մեկը, ում հետ կարող են ընտրել եւ սիրով կվերցնեին ձեզնից այն, ինչ ձեզ դուր չի գալիս, ամեն։ Ես հավատում եմ, որ վերաբերմունքը կամ բարձրացնում է մեզ, կամ կոտրում։ Լսեցիք ինչ ասացի։ Դուք կարող եք լինել տաղանդավոր, շատ տաղանդավոր եւ ունենալ վատ վերաբերմունք, որի պատճառով կձախողվեք կյանքում։ Եվ դուք կարող եք չլինել այդքան տաղանդավոր, բայց ունենալ լավ վերաբերմունք եւ կյանքում հասնել հաջողության։
Այնպես որ հարկ չկա անհանգստանալու, եթե դուք այսօր այստեղ եք եւ չունեք այնպիսի կրթություն, ինչպիսին մեկ ուրիշն ունի, կամ չեք զգում, որ այնքան խելացի եք, որքան մեկ ուրիշը, դուք կարող եք այդ ամենը լրացնել, պարզապես ունենալով ամենահրաշալի վերաբերմունքը։ Եղեք այն անձնավորությունը, որը մի փոքր ավելի վաղ է գնում աշխատանքի եւ մի փոքր ավելի երկար է մնում աշխատավայրում, որը միշտ պատրաստ է լրացուցիչ աշխատելու։ Եվ գոհացող եղեք, Աստված իմ, եղեք գոհացող։ Երբ անհավես եք, երբ մելամաղձոտության մեջ եք, պարզապես մտածեք, թե որքան օրհնված եք։ Որքան օրհնված եք։ Հրաշալի օրինակներից մեկը, որը ստիպում է ինձ մտածել խանդավառության մասին, այն է, երբ առաջին անգամ գնացի Հնդկաստան։ Առաջին վայրը, որ ինձ տարան, բորոտների գաղութն էր։ Այդ օրը մենք կերակրելու էինք մարդկանց։ Բորոտներից մեկի ձեռքերի և ոտքերի մատների մի մասը չկար։ Գիտեք, նրանց համար հեշտ չէր։ Ոչ մեկին չէր հետաքրքրում նրանց վիճակը։ Այսօր դա հեշտ բուժվող հիվանդություն է, բայց նրանք չգիտեն դրա մասին։ Նրանք բուժում էին հին մեթոդներով։ Բորոտներից մեկը մոտեցավ ինձ, նա այնքան ոգևորված էր։ Նա ասաց. «Ուզում եմ, որ գաք և տեսնեք իմ նոր տունը»։ Ես գնացի նրա հետ, և նրա նոր տունը, որով նա այնքան ոգևորված էր, բլրի եզրին փորված մի փոս էր։ Պատերը և հատակը հողից էին։ Եվ միակ բանը, որ այնտեղ կար, ցանցաճոճն էր, որի մեջ նա քնում էր։ Անկյունում էլ 2-3 մաշված կաթսաներ էին, թավաներ և ափսեներ։ Եվ նա ավելի խանդավառված էր, քան շատ քրիստոնյաներ, որոնք ունեն մեծ տներ, 3 մեքենա, հրաշալի աշխատանք և հրաշալի եկեղեցի, որ կարող են գնալ, և բաց ներքնակ, որի վրա կարող են քնել ամեն գիշեր։ Մենք պետք է հաղթենք ինքներս մեզ։ Նկատի ունեմ, մենք պետք է գնահատող լինենք, գոհացող լինենք։ Սաղմոս 104-ում ասվում է գոհացեք նրանից։ Գոհացեք Աստծուց և շնորհակալ եղեք այն մարդկանցից, որոնք փոփոխություն են բերում ձեր կյանքում։ Նկատի ունեմ, այնքան շատ մարդիկ են ինձ օգնում։ Հիշում եմ այն ժամանակները, երբ ստիպված էի ամեն բան ինքս անել։ Հիշում եմ, որ նստում էի սովորական ոչ էլեկտրոնային գրամեքենայի առջև և պատասխանում ծառայության նամակներին, մարդկանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում։ Դեյվի կողքի նստած անձնավորությունը հովիվ Մայքլ Շեֆարդն է, նա մեր աշխատակազմի հովիվն է և նրա պարտականություններից մեկը, որը ես սիրով հանձնել եմ նրան, կոնֆլիկտներ լուծելն է։ Նա գործ ունի ծառայության մեջ հոգևոր ոչ հասուն մարդկանց հետ, որոնք չեն ցանկանում համակերպվել և անհեթեթ բաներ են անում, որոնց պատճառով կարելի է զայրանալ։ Երբ մեծանում եք, նայում եք հետ և հիշում այն անհեթեթությունները, որոնց պատճառով զայրացել եք ու մտածում եք ժամանակի ինչպիսի վատնում։ Այո։ Գուցե հենց հիմա դուք այս խոսքի կարիքն ունեք, գուցե այս առավոտ կա մեկը, ով զայրացել է այն պատճառով, որ ինչ-որ բան իրեն դուր չի եկել։ Մտածեք այն մասին, թե ինչ պետք է անեք։ Գիտեք ինչ, սպասեք, սպասեք Աստծուն։ Սա այնքան հետաքրքիր բառ է, որովհետև չի նշանակում պարզապես նստել և մտածել։ Դե հուսով եմ, որ Աստված ինչ-որ բան կանի ինչ-որ ժամանակ, ես սպասում եմ։ Սպասել բառը նշանակում է ակնկալել։ Ակնկալել։ Ինչպես եք օգտագործում ձեր երևակայությունը։ Ինչ եք տեսնում ձեզ համար ապագայում։ Միթե կարծում եք, որ ոչինչ չի փոխվի ձեր կյանքում, թե հավատում եք Աստծուն, որ շատ բաներ կփոխվեն։ Ամենավատ բանը, որ կարող եք երբևէ անել, ինչ-որ մեկին նայելն ու ասելն է՝ դու երբեք չես փոխվի։ Երբեք չասեք դա ձեր երեխաներին։ Եվ չասեք դա այն անձնավորությանը, որի հետ ամուսնացած եք, որովհետև Աստված կարող է փոխել ցանկացած մարդու ցանկացած ժամանակ։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։
Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։